որ ժամին պարկել քնելու։ Միֆ չէ, որ չպետք է բաց թողնել երեկոյան գիշերը 10-ից մինչև 2 ընկած ժամանակահատվածը, ասենք ինչու։ Գիշերվա 10-ից մինչև 2 ընկած ժամանակահատվածում շատ ֆունկցիաներ են կարգավորվում։ Դրանից եւ հագեցվածությունը, եւ նյարդային համակարգն է հանգստանում, եւ ուղեղ է հանգստանում, եւ վերականգնողական, եւ ճարպայրումը, եւ այդ ժամանակ նաեւ աճի հորմոնը, որտեղ որ նաեւ օգնում է մկանների աճի, եւ այդտեղ ճարպայրման հետ կապված նաեւ շատ կարեւոր է, որ հանգիստ լիարժեք հաջորդ օրը ունենաք էներգիա եւ ուժ, որովհետեւ եթե արդեն 2-ից հետո եք քնում, կարեւոր չէ թե քանի ժամ եք քնում, միևնույն է արթնանալու եք հոգնած զգացողությամբ, գերսնունդ կարող է լինել, իմպուլսիվ սնունդներ կարող են ձեզ մղել, արդեն ոչ ճիշտ կանոնավոր, այստեղ են լինում նաև սննդային ճիշտ դիետաների կամ սննդակարգի այսպես պոռթկումները, որոնք էլի բերում են ընդհատումների, այսինքն բալանսավորված սննդակարգն էլ չեք կարողանում պահել, քանի որ ունենում եք անառողջ քնի հետևանքով իմպուլսիվ գերսնունդներ։ Նաև երեխաների աճի հետ կապված, երեխաների նույնպես շատ կարևոր է ճիշտ ժամին քնացնել, պարկասում եք ժամը 9-ին, որ գոնե իրենք արդեն խորը ֆազայում քնած լինեն, ժամը 10-ից 2-ը, որպեսզի երեխաների աճի եւ հորմոնների եւ ուղեղի ցանկացած աճի ճիշտ զարգացման համար կարևորագույն քնի ֆազան բաց չթողել։